Հիմա գանք impeachment-ին։ Քանի որ խոսել ենք, որ սրա մասին խոսելու ենք, մենք գնացել ենք լսումներին, մեզ հրավիրել էր պատիվ ունեմ խմբակցությունը մասնակցելու այդ ուրեմն լսումներին։ Առաջին անգամ էի կյանքումս գտնվում ազգային ժողովի դալիճում, ասեմ ավելի փոքր էր, քան թվում է։ Ես կուտե բանն եմ հիշում, այդ տպավորությունը առաջ անգամ ես որ եղել եմ այդտեղ, իմ մոտ էլ է այդտեղ է։ Այն որ քիչ մեծ է, չէ, կամերային sense վիճակա փուճուր։ Հիմա տես մի քիչ ուրիշ աչքերով կնայեմ։ Նախորդ դահլիճը, որը օկտեմբերի 28-ից հետո լրիվ բանարեցին, վերանորոգեցին ու փոխեցին, սասարկեցին, կարելի ասել համարյա կրկնակի մեծ էր երևում, որտեղ ինքը ուղղանկյուն էր արած, կամերային չէր, տենց, ու ինքը իրականորեն նայես այդ հեռավորությունը ավելի շատ է, քան այդ կլորով, էլի կլորով ինքը փոքրան։ Դե հա շատ փոքր է մի խոսքով։ Գանք բովանդակությանը, դա ինչ վերաբերում է ինտերիերին։ Գանք բովանդակությանը։ Բովանդակությունը հետաքրքիր էր, որովհետև սկսեց շատ տենց անսպասելի շատերի համար, հա, Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ Հայաստան խմբակցությունը միանում է impeachment-ի այդ գործընթացին տալով այդ ստորագրությունները։ Այստեղ շատ կարևոր է նշել, օբյեկտիվ լինենք, հա։ Իրանք անընդհատ շեշտը դնում էին Հայաստան խմբակցությունը։ Շեշտը դնում էր, որ ինչպես 3 ամիս առաջ, այնպես էլ հիմա մենք տալիս էինք, ուղղակի դե այնվաղ չուզեցիք տանք, որ յանի մեր մոտ էր ձեզ ձեռ չէր տալի, թեպետ մենք ասել էինք, որ օքեյ է, պրոստը պետք կլինի այդ ժամանակ եկեք վերցրեք։ Հիմա ասում ենք, օքեյ, լավ, ոնց եք ուզում, տենց տանք, պետք է արտագրեք, պետք է այս թղթերը վերցրեք, տալիս ենք, սեյֆից հանել ենք, բերել ենք, տալիս ենք։ Իսկ Հայաստան պատիվ ունեմ խմբակցությունը անընդհատ շեշտադրում էր, որ շատ լավ է, որ այսօր Հայաստան խմբակցությունը միացավ, այսինքն այս նապրյագը որոշակի կար, այդ նապրյագը նաև կար ուրեմն սոցցանցերում, այսինքն միանգամից ոնց որ է տալու հետ մեկտեղ եւ դրա մասին դեպ խոսեց Արմեն Աշոտյան իր ելույթի ամենասկզբնամասում, ուրեմն տալու հետ մեկտեղ որոշ աջակիցներ Հայաստան խմբակցության միանգամից սկսեցին այդ պահից ի վեր թիրախավորել պատիվ ունեմին, այդ նախաձեռնությանը, որ ադը հեսա այդ էիք, արա դա տվինք, բա ուրա ոնց ապե Նիկոլը վարչապետ արա, էսի նիխույասի բեսի ոնց են եղավ բան։ Ինչ որ սենց խոսույթների մեջ եւ Արմեն Աշոտյանն խնդրեց ուրեմն նաեւ բացառել այդ տեսակ քարոզչությունը։ Հիմա ես պարզ ասեմ, որ ուրեմն այս պահից արդեն impeachment-ի մասով մենք նոր փուլ ենք մտել։ Ես չգիտեմ դրա շարունակությունը ոնց են նախատեսել են մարդիկ, որոնք պատասխանատվություն են ստանձնել դրա համար։ Ես չգիտեմ, իմ հետ ոչ մեկ չի կիսվել այդ պլաններով, ես չգիտեմ ինչ է լինելու, բայց փաստը այն է, որ այս մարդիկ տվեցին իրենց ստորագրությունները։ Միջև այդ վերապահումներով էին ինչ որ բան, ինչ որ մենք տվել ենք դրան գնահատականներ, չեմ ուզում հիմա եւս մեկ անգամ տալ, որտեվ անցել ենք այդ փուլը։ Մենք տվել ենք գնահատական նրան, թե ինչ էր եղել միջև այդ, բոլորին դա հայտնի է, ովքեր մեզ դիտում են, հա։ Այս փուլում արդեն ունենք առաջին անգամ գրանցված երկու խմբակցությունների համախմբում, այո, Դավիթ Համբարձումյան թեկնածուի շուրջ։ Մյուս քայլերը, որը պետք է լինեն, մենք չգիտեմ, ես չգիտեմ, դու գիտես օրինակ։ Չէ, մենք չգիտենք իրականում, ես անգամ չգիտեմ, էլի դու չէ, մենք հենց սկզբից ենք ասել, որ մենք այս թեմայի մեջ չգիտենք ու նորմալ է որ չգիտենք, որտեղ մեզ հարցնում են ախպեր, ես չգիտեմ ոնց է տես ստացվում, ինձ օրինակ հարցնում են, հեն ախպեր, իմ ինչ ալն, ես չգիտեմ ախպեր ինչ ալ։ Ես ես ոնց էր միջև այդ արձանագրում էի, որ չի ստացվում, այսինքն համախմբվել, հիմա արձանագրում եմ, որ ստացվել է։ Ես եթե տեսնեմ, որ մենք տեսնենք, որ կա անհրաժեշտություն քարոզչական, որևէ մի բան անելու, ես մեծ սիրով պատրաստ եմ ամեն ինչ անել, ոնց որ ցանկացած կարծում եմ ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդ, որպեսզի տեղի ունենա, բայց ոնց են դա անելու այդ մարդիկ։ Ես լավ չեմ պատկերացնում։ Ուրեմն արի թույլ ես վերցնեմ թեման հիմա, որտեվ այնց սկզբից է կար միջևստեղ, ես էլ այդ դրանց մասին ասեմ, բայց սկսեմ վերջից։ Ժորժ ջան, մենք հենց սկզբից ենք ասել, որ այդ նախաձեռնությունը քաղաքացիական մասով Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի կողմից է առաջ քաշվել, մենք այդտեղ չենք ունեցել դերակատարում եւ սա ընթացքը դուք տեսել եք, որ իրականում մենք չենք ունեցել դերակատարում, շատ դեպքերում շատ հարցերի շուրջ կարայինք ունենայինք եւ համընկնումներ եւ տարակարծություններ, հետեւաբար այսինքն մենք դա չենք բանարել, այդ մեկ։ Երկրորդ քաղաքական առումով պատիվ ունեմ խմբակցությունը քաղաքական առումով վերցրել է պատասխանատվությունը թեման ազգային ժողով տանելու, մենք լուսաբանել ենք սաղ ընթացքը, պատիվ ունեմում էլ ոնց որ այն պարագայում ունենք շատ մտերիմ մարդիկ, ընկերներ,
ոչ թե նոտերի մարդիկ մի տեսակ էս Մամիջանյան Հայկը նորից բանը հերախոսի մեջ անունս մի հատ մեծատար էր կսարքի Նարեկ ՀՇ-ն էլի, տենց է գրած միջև մի հերախոսի մեջ։ Եվ բացի այդ գաղտնիք չի, որ նաև ունենք շատ լավ անձնական հարաբերություններ թե երրորդ նախագահի, թե հանրապետական կուսակցության շատ ու շատ գործիչների հետ։ Բայց այդքանով հանդերձ մենք դրա քարոզչական մասին չենք մասնակցել ու Վազգենը ոնց որ ասեց, մենք պատրաստական ենք պետքական լինելու բարագայում լինել մենք մեր մասնագիտական, մեր չափով։ Իդեպ իշխան Սաղաթելյան ասաց, որ իրանք էլ են պատրաստ։ Դե իհարկե պետք է պատրաստ լինեն։ Այսինքն չի որ այդ ստորագրությունները տվին, մենք սաղից պետք է հիմա հասկանանք ինչ ենք անում, ախպեր լավ։ Կա այդ 34 ստորագրությունը կա։ Հիմա ինչ ենք անում։ Ես հույս ունեմ, որ այդ ծրագիրը կա, այսինքն ես բացառում եմ, որ կարա չլինի, սենց ասեմ։ Իհարկե չի կարա։ Ինչ որ ծրագիր կա, որը պետքա տեսնենք իշխանովա իրատեսական, եթե ամենքը իր մասով անում ամեն ինչ, ամեն դեպքում շատ ճիշտ արձանագրեց նաև Արմեն Աշոտյան, որ արա գոնը դրսի աչքերի համար, դրսից նայողի համար։ Խայտարակ չենք։ Խայտարակությունից, այսիպր որ ախպեր ջան, ներքին ինչ որ բան կա սրա դեմ։ Այսինքն ոչ մի բան չկա, ու էսի հետ է, էլի։ Հիմա տենում եմ, որ կա ախպեր, գոնը ընդդիմադիր ֆրակցիաները իրանք միասնական ասում են, որ ախպեր ջան, այս մարդը չի կարող լինի վարչապետ։ Ինքը ամեն ինչ ձախողել է, ինչ որ ասել է, ինչով որ եկել է դարել է վարչապետ։ Իրանց ծրագիրը, եթե նայում ենք այդ ֆորմալ մասը, հա, այդ ամեն ինչը ինքը ձախողել է։ Այսինքն ես գտնում եմ, որ սա շատ դրական ազդակ է, անկախ նրանից թե այդ քարոզչական դաշտում ինչա կատարվում, ոնց է կատարվում, մենք այս պայն արձանագրում ենք, որ ուրեմն տեղի է ունեցել այս իրադարձությունը, կարձանագրենք դրա հետագա ուրեմն փուլերը, եթե ինչ որ ակտիվություն իհարկե, բայց այդ մասով ես ուզում եմ արձագանքեմ, նախ իրականում արի անկեղծ լինենք, այդ բանը չկար, այդ ստորագրությունների փաթեթը նես չէր, որ իրականում 3 ամիս առաջ էլ կար։ Չէ, եթե լիներ հիմա չէր լինի։ Եթե լիներ հիմա չէր լինի, հիմա եղավ։ Ապրես։ Այնպես որ տղերք, շատ լավ է, որ դուք հիմա բերեցիք այդ փաթեթը, տվեցիք Պատիվ Ունեմին եւ Պատիվ Ունեմը հիմա կարողանա արդեն քայլերի ձեր հետ միասին քայլերի հաջորդականությունը առաջ տանել, շարունակել քայլերի հաջորդականությունը, սա մեկ։ Երկրորդ, ուրեմն այդ բաների մասին, հա, այդ ինչ էր կոչվում, աջակիցների մասին, ովքեր որ բան են անում։ Ուրեմն նայեք, ես հասկանում եմ շատ լավ որոշ մարդկանց անցած գծերը, ես հասկանում եմ շատ լավ, որ այդ մարդիկ իրանք քաղաքական զոհ են իրականում, որտեվ իրանք կամ ստիպել են, կամ իրանք փորձել են իրանք ինչ որ ձևով բան անեն, հա, ինչ որ ձևով ավելի լավ է Երևան, Հռոմի պապից ավելի կաթոլիկ Երևան ու գան ասեն ախպերներ մենք sense մենք նենց։ Այսինքն մենք ավելի քոչայանական ենք, քան քոչայանը կամ հակառակը, չգիտեմ, իրանք ասել են արեք, արել են, գծեր են անցե, ու հիմա այդ գծերը անցածի պարագայում մի քիչ դժվար է տեղավորվել ընդհանուր քարոզչական գծի մեջ, չգիտեմ, բայց դրանում դուք եք մեղավոր, չանցնեիք այդ գծերը, ոչ մեկ չէր խնդրում, էշ խոսայիք։ Բայց հիմա հատկապես ցանկացած մանր վնասարարություն նախ ես ասեմ ձեզ մեր կողմից նորից նույն ձևի ֆիքսվելու է, հա, որտեվ սա ընդհանուր գործ է արդեն, այլևս սա Պատիվ Ունեմինը չի, մերը չի, հա, սա ընդհանուր գործ է անգեր ջան, սա երկու ֆրակցիաների կողմից համատեղ գործողության բանա, պլան պետք է ունենան, որը որից թվում է կունենան եւ կանեն։ Արդյունքները ամենայն դեպս մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի արդյունքները լինեն լավը։ Այդ մեզնից գնալու միշտ մեզնից ինչ եկել է, մենք դա արել ենք ու շարունակելու ենք անել։ Երկրորդ կարևոր հանգամանքը ստեղ այն մարդիկ, ովքեր որ այդտեղ հանելու են քաքի համը, ես հորդորում եմ այդ ֆրակցիաներից, օրինակ հիմնականում դա Հայաստան Դաշինքի քոչայանական թևին է վերաբերում, ձգել այդ մարդկանց ականջները եւ թույլ չտալ, որպեսզի թանի ջանջի նման գանը ունենան թանի կարասի մեջ։ Դա վատ տեղ կտանի։ Ես վստահ եմ, որ Պատիվ Ունեմից այդ բանը չկա, ավելին ասեմ, հենց իշխանի ելույթից հետո ռեալ տրամադրությունը փոխվեց պարլամենտի, այդ թվում Արմենի ելույթը, այդ թվում մնացած մարդկանց ելույթները, որոնք բան էին, այսինքն լիցքաթափվեց միանգամից։ Այդ լարվածությունը, որ ինչ-որ մեկը մեղավոր է, որ չի լնում եւ այլն, Հայաստան Դաշինքը չի ուզում եւ այլն, այդ միանգամից լիցքաթափվեց, ֆիքս ենք, էլի, դա ֆիքս ենք։ Այս կողմից ես բացառում եմ, որ կլինի որևէ բացասական վերաբերմունք կամ տենց լակոտական բաներ բանի շուրջ, այս process-ի շուրջ Հայաստան Դաշինքի ներգրավվածության կամ բանի վերաբերյալ։ Ձեր կողմից կան մի 4-5 հոգի, ու դուք այդ 4-5 հոգուն շատ լավ գիտեք։ Չէ, լավ, շատ են։ Շատ են, հա, լավ, բայց այդ հիմնական այդ 4-5 հոգին են։ 4 + 6 էլ։ Լավ, արի 10 հոգի հաշվենք։ 10 կլինի, հա։ 10 հոգի մարդ, որոնց ականջները պետքա ձգել։ Պատկերացնում եք, չէ՞ տղերք։
Ձգեք դրանց ականջները։ Չնայած որ գլոբալ նամ է սապեր, գոնե դաժե եթե չեն կարող ձգեն, գոնե իրանցից դիստանցավոր են, որտեղ ես չեմ բացառում, որ դրանք ձգվող չեն դրանց ականջները, էլի, մի տեսակ հենց է ուժը արդեն հենց երկար է, որ մի տեսակ ձգման ենթակա չի, բայց գոնե պետքա դիստանցավորվել, այսինքն ասել, որ ես օրինակ ելի եմ բերել, որ որոշ միտինգների ժամանակ օրինակ կազմակերպիչները կլինի դա օրինակ Բագրատ Սրբազանը իր ելույթների ժամանակ միջև էլ հիշում եմ Իշխանը Սաղաթելյան իր գլխավորած շարժման ժամանակ ինչ էին ասում էին ով անում է այսպիսի բան ինքը մեզ հետ չի այսինքն սադրանքներից խուսափելու համար ով որ ասում է ով որ բանան նետում ոստիկանի վրա ով որ հայհոյում է ոստիկանին ով որ ագրեսիա ցուցաբերում ոստիկանի նկատմամբ կամ որևէ իշխանականի կամ մեկը մյուսի ես չգիտեմ այդ բոլոր մարդիկ չեն հանդիսանում մեզանից մեկը, մեր մասը, իրանք սադրիչ են։ Հիմա նույնն է այստեղ այդ քարոշական դաշտում է։ Այն մարդիկ, ովքեր ամեն ձև վիրավորական արտահայտություններով եւ չգիտեմ էլ ինչերով թիրախավորում են ընդդիմադիր այլ ուժի, ռեալ ընդդիմադիր, առողջ ուժի։ Իրանք պետք է հայտարարվեն, որ չեն հանդիսանում այլևս կամ երբևէ չեն հանդիսացել կամ առնվազն այլևս չեն հանդիսանում այդ ուժի ռեֆերենտ քարոշչական դաշտում։ Մեզ հետ չի ախպեր ջան, ով խոսում է սենց բաներ, ով ունի սենց դիրքորոշումներ, ինքը մեզանից չի, պետքա ատվոտ տալ այդ մարդկանցից, որովհետև դա ավտոմատ գրվում է ձեր վրա։ Ես մտնում եմ, հետո կամ հաջորդ օրը ոնց է, ասենք օքեյ, դու տենում ես մի հատ բան։ Դե ցա վրա, ատվոտ է, բա ոնց է։ Դե ոնց ուրիշ բառերով ասեմ։ Այսինքն պետք է այդ մարդկանց ասես ախպեր դուք մերը չեք, всё։ Փորձ ցույց է տալիս, որ իրանք հակառակն են անում, հարավազետ։ Իրանք պրիվոդ են անում։ Այսինքն պրիվոդ են անում։ Դե լավ չի, դրա համար մեկ մեզ քրվում է էշեշ բաներ է խոսում, իրան սարքում է մարդ չուշպան, ես եք գնամ քո բառապաշար։ Հաջորդ օրը մեզ քոչերա Լևոնին ախրանա է խաղում, ախպեր մի թողեք եթե ձեր հետ կապ չունեն։ Դե դա եմ ասում։ Հիմա հետ այսու կարծում եմ կարևոր է, որպեսզի նման մարդիկ չստանան այդ վերաբերմունքը, այդ մերձեցումը։ Ես ոչ թե որտեվ ինձ հուզում է որ իրանք մոտ են կայնած, իրանք ինչքան դրանք դեգեներատների ավակացու է, որ ինչքան էլ մոտ կայնած լինեն, ինձ մեկ է, բայց դա ցույց է տալիս ձեր վերաբերմունքը, ժողովուրդ ջան, ձեր վերաբերմունքը։ Չէ, ու գրում է ձեր հաշվին, դա գրում է ձեր հաշվին։ Ու պրիտոմ ասեմ, մենք կաշկանդված չենք, էլի ասեմ։ Այտենց դեգեներատների խոսույթի հրապարակայնացումը առանց անունների, հա։ Նորից շարունակել։ Ու չեն կլնելու հատկապես հիմա ավելի ագրեսիվ է դա ալնելու, ասեմ ձեզ իմանաք։ Շատ པարզ պատճառով, որովհետև ի տարբերություն մի ամիս առաջվա հիմա պատճառ չկա այդ ամեն ինչի։ Ու ոչ մեկ չի կարա այդտեղ բանդենի բան ասի։ Այդ գրվելու է ձեր հաշվին։ Հիմա բացի այդ էլ դուք ներքին բազար ունեք, չէ՞։ Անդոենք այն ասում են ախպեր ջան, կապում են Քոչարյանին, որ մեր քակ մեջ լինենք բանեցի շվատա անցնում։ Այն խեղճ աղջիկը Արեգնազը Մանուկյան 4 տարի տառապելով եկել է պարլամենտ, որ հանկարծ չասոցացվի ձեր հետ ամեն աստծո օր ասել Արայելիս Քոչարյանի ֆրակցիայով դիգենան պատգամորդան, ինչ որ մի պահի մոռացել է որ ինքը Հայաստան ֆրակցիայից է բանման։ Այդ ձեր մեջի բազարներն արեք, էլի մի Անդոն չի արա, այն բանը Կիվիրյան Արգիշտը մեկ էլ բանը, այն հետի այն ոչնչությունը բան են, չէ՞, մի արդեն ոնց որ տենց իրանք իրանց գիծը պետք է ձեզնից բան անեն, չէ՞, հիմա հա, երրորդ նախագահի։ Ես զարմանում եմ դրանք вообще-то Անդրանիկ Թևանյանի մոտ չեն հələ։ Դե են իհարկե են դե։ Չէ, նու պաշտոնական էլի։ Նու պաշտոնական դե չկարան չլնեն, բայց դե չի խանգարում, էլի, որ մահաձին ռասնի։ Կարևոր է հիմա, որպեսզի այդպես մանր-մուններ, երբեմն մարմնով մեծ, բայց ուղեղով փոքր կենթանիները չխանգարեն այս process-ներին, հավել ներվ չմտցնեն։ Մենք այնց օրինակ կոմֆորտ է, երբ որ պարտադրված չենք մեկնաբանել այդ ներքին բաները, ասել որ էս ինձ էր, ինձ էր, ոչինչ չանդրադառնաս, որովհետև ակնհայտորեն տենում ես, որ քարոշչական պրոբլեմատիկ երևույթներ են հանդես գալիս եւ իրանց որակումները եւ իրանց գաղափարները տոքսիկ միջավայր են ստեղծում։ Դες դիպաս պիտի փորձես մաքրել։ Բայց պրոբլեմ է դա ստեղծում, նենց որ առաջարկում եմ հետևել այդ ամեն ինչին, թեպետ ես գիտեմ որ համակարգված չի ձեզ մոտ, հա, կուսակցություն չի ամեն դեպքում, բայց գոնե այդ անձնական միջոցներով, ես չգիտեմ ինչով։ Իդեպ դաշնակցության ներկայացուցիչների մեջ է կան ագրեսիվ մարդիկ այդպես։ Ես չէ որ մենակ Քոչարյանականներն են։ Դե են քաչալ մարդ են, բանից որ Ամերիկայից։ Դե ինի Եսիմովը Ամերիկայից մեծ հոկեական հիվանդ, հիմա դե մարդն ասում է դա բանը։ Դե գոնե ստեղ դաշնակցականները լոկալ ես չէ, ստեղ էլ կան մի քանի հոգի, հա։ Չգիտեմ, ես անձամբ չգիտեմ։ Ես Գեգամ Նազարյանին գիտեմ, որ եկավ ինձ ասես Նազարյան չէ, լավ ախպերական։ Գեգամ Մանուկյան։ Արդ այսօր 5 անգամ Գեգամ Նազարյանից ենք խոսա դրա մասին։ Մանուկյան Գեգամը հաստատ
Բայց Մանուկյան Գեղամը Եղանա էլի։ Չէ, բայց Մանուկյան Գեղամը այնպես չի որ էս իրանց մենք իրանց նեղացած չենք, նորմալ Ինքն մեզանից նեղացած Ինքն մեզանից նեղացած չէ, նորը կապվել էր մեզ հետ, Նարեկի հետ առնվազն։ Նարեկն էր կապվել։ Չէ, դրանից հետո էլ դրա իր հաղորդումից հետո էլ զանգել խոսացել։ Մի խոսքով պրոբլեմ չէ, էլի ինքը այդ ինչ որ ասել էր, դա ես վստահ եմ դա նկատի չուներ ու ես չեմ համարում, որ ինքը ինձ Նիկոլականը համարում, ասենք մառասմել։ Ինչ ասե որտե։ Դե տաղավարում չասեց ախպեր։ Արա դե դու էլ այդ բռնիր բանալի նրա դե։ Լավ ինչևէ անցանք, ես դաշնացականների դեմ անցնում եմ։ Չէ, Գեղամ։ Արա Գեղամը պաստորին միակ մարդն է, որ մեր տաղավարում մեզ ասել որ դիկոլություն է գալու։ Դե ոչինչ, լավ։ Այ Գեղամ, օքեյ։ Ես չեմ համարում, որ ինքը դա նկատի ա ունեցել ու հետագա իրա վերաբերմունքն է դրա մասին չի խոսում, կարծում եմ մերն է չի խոսում նրա մասին, որ մենք տենց նեղացել ենք իր խոսքերից։ Ինչևէ, պետք է այդ մնացած մանրամուներներին ուղղակի ձիգ պահել։